Կենտրոնի եթերում Էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո, օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Արդյոք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պետք է առնչություն ունենա մեր հանրային քաղաքական կյանքին։ Միմյանց հաջորդող հայտարարություններ, քահանայից դասը հավատարմություն է հայտնում կամ Փաշինյանի օրակարգին, կամ վեհափառին։ Եկեղեցին այն տեղը չէ, որտեղ շարժում պետք է սկսել։ Շնորհակալ եմ, որ վեհափառը այդ հավատքը ուներ իմ հանդեպ։ Կտրուկ որոշում Մայրաթորից, տիրադավ պիտակը ստացած Գևորգ Սրբազանն ազատվեց Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Իրանը շարունակում է եռալ, ցուցարարները մզկիթ են հրկիզել, այրել պետական շենքեր։ You're going to have Russia or China as your next door neighbor. That's not going to happen. Թրամփը Չինաստանի եւ Ռուսաստանի պես հարևաններ չի ուզում, բայց պատրաստ է նրանց վենեսուելական նավթ վաճառել։ Ռեկորդային քանակով ձյուն Մոսկվայում, կաթվածահար հաղորդակցություն Գերմանիայում, սաստիկ մառախուղ Հայաստանի ճանապարհներին, եղանակը Եվրոպայից մինչև Կովկաս։ Արգելված սնունդ երեխաների սեղանին։ Ճաշացանկում դեռ կա թեյը, ջեմ, վաֆլի։ Ինչու է ձգձգվում նոր ճաշացանկի ներդրումը մանկապարտեզներում։ Եկեղեցի պետություն հակամարտությունում այսօր կտրուկ իրադարձությունների օր էր։ Ամենայն հայոց կաթողիկոսն անցավ գործնական քայլերի, պաշտոնանկ անելով Փաշինյանի դուռը գնացած բարձրաստիճան եպիսկոպոսներից մեկին։ Հայրապետական տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից, պարտականությունների մեջ թերանալու, թեմում հարկադրանք եւ ճնշումներ բանեցնելու համար։ Մինչ Գևորգ Սրբազանը կհասցներ արձագանքել ԿՊԱ-ականները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարեցին, որ Գարեգին II-ը չի կարող պաշտոնից զրկել Գևորգ Սրբազանին, քանի որ կաթողիկոս չէ։ Փաշինյանը պնդեց, որ Գարեգին II-ի որոշումներն արժեք չունեն եւ առ ոչինչ է։ Գևորգ Սրբազանի պաշտոնանկության որոշմանը նախորդել էին քահանայած դասի շղթայական հայտարարությունները։ Հոգևոր սպասավորների մի մասը հավատարմություն է հայտնել Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման օրակարգին, մյուս մասը Մայրաթորին եւ վեհափառ հայրապետին։ Սիրելի հայրենակիցներ, մենք նոր հուն է մտնում Փաշինյանի նախաձեռնած գործընթացը, որը նա եկեղեցու բարենորոգում է կոչում։ Հայ առաքելական եկեղեցու 489 քահանաների մի մասը տասնյակներ միացել է վարչապետի ու 10 եպիսկոպոսների հրապարակած ճանապարհային քարտեզին, որը պահանջում է նաև վեհափառի հրաժարականը։ Փաշինյանն ուղիղ եթերում ողջունում գոտեպնդում է իր թելադրած օրակարգին միացած քահանաներին։ Ուզում եմ իմանալ, որ ցանկացած հարց, որ ձեր հարցն է, իմ հարցն է։ Հայ հոգևորականին հովանավոր պետք չէ։ Արագածոտնի թեմի Տեր Փարեն քահանա Առաքելյանը համոզված է, բարենորոգման անվան տակ եկեղեցին պառակտելու հերթական փորձն է։ Ես ինքս չէի ուզի, որ որևէ աշխարհիկ մարդ ինձ հովանավոր կանգներ։ Դրանով ես կկորցնեի իմ ազատությունը։ Եվ ումից է պաշտպանում տվյալ անձը մեզ, մեր վեհափառ հայրապետից, մեր եպիսկոպոսներից, սրբազան հայրերից, մեր եկեղեցու հավատացյալներից, մեր հոտից։ Ինչն է ստիպել կամ նպաստել միանալու տիրադավ պիտակը ստացածների հայտարարությանը փորձեցինք ճշտել Հարաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանից։ Մեզ ասաց նախ Կճոյանի առաջնորդած թեմին տեղյակ պահենք, որ ուզում ենք զրուցել իր հետ։ Արարատյան հայրապետական թեմից սակայն պատասխանեցին, թե քահանաները հայտարարությունից դուրս ասելիք չունեն, խոսել չեն ցանկանում։ Մինչև սա կպարզվեր, Տեր Պարթևն աննկատ հեռացավ տարածքից։ Մեղմ ասած սխալ եք գործում, քահանա եղբայրներին է դիմում Տեր Փարենը։ Եկեղեցին բարեկարգման կարիք չունի, սակավաթիվ խնդիրները ներսում են լուծվում։ Ասում է հետևաբար ներողություն խնդրել ու մայր եկեղեցի վերադառնալն է միակ ճանապարհը։ Եկեղեցին այն տեղը չէ, որտեղ շարժում պետք է սկսել։ Եկեղեցին Աստծո տունն է, եկեղեցում աղոթք պիտի անեն, եկեղեցում ուխտագնացություն պիտի անեն, եկեղեցում 24 եւ ավել ժամեր պիտի հոգ տանեն մարդկանց հոգու փրկության համար եւ ոչ թե այդ ժամերը մսխեն դուրս գալու մայր եկեղեցու դեմ, որը որևէ տեղ չի տանելու։ Սպառնալիքից մինչև ամենաբարձր պարգևատրում հոգևորականին չպիտի կտրի մայր եկեղեցուց, ասում է Տեր Փարենը, որ չգիտի ինչը կարող է ստիպել իր հոգևոր եղբայրներին դուրս գալ եկեղեցու ու վեհափառի դեմ։ Մի կողմում բաժանումն է եւ քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է եւ հոգևոր անդորը։ Ընտրեք այս երկու կողմերից ընտրեք,
Ընտրության առջև ենք հիմա կանգնած, հոգևոր, անդոր եւ հավատարմություն կամ անհավատարմություն եւ քաոս։ Քաոսի դեմ ամիսներ առաջ ընդվզած կարճ ժամանակ անց հակառակ ճամբար անցած Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատված է Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից, հայտնել է Մայր Աթոռը։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Սահմանադրությամբ եկեղեցու գործերին միջամտելու իրավունք չունեցող երկրի ղեկավարը արձագանքել է, թե Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ թեմակալ առաջնորդ։ Փաշինյանը պնդում է Գարեգին երկրորդի որոշումները չեն ընդունում։ Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրո-կառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում, Հայաստանյան առաքելական եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները եւ կարող են կողք-կողքի լինել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողք-կողքի մասնակցել պատարագի, կողք-կողքի աղոթք հղել առ Աստված։ Այս օրերին եկեղեցականներին իր շուրջ համախմբելու փորձանող վարչապետը եզրափակում է, թե այդպես է պատկերացնում հայ առաքելական եկեղեցու առնչությունը հանրային կյանքին։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Իրանում այս գիշեր եւս զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկոյան Համադանում անկարգություններ են բռնկվել, որոնց ժամանակ զոհվել է 6 մարդ, իսկ ցուցարարները զգալի վնաս են հասցրել մասնավոր եւ հանրային սեփականությանը։ Վաշինգտոնում գործող իրավապաշտպան կազմակերպության տվյալով ցույցերի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 60 մարդ։ Ըստ լրատվամիջոցների ցուցարարները Թեհրանում մզկիթ են հրկիզել ու հրդեհել Քարաջի քաղաքապետարանի շենքը։ Նախորդին ավելի վաղ Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փեհլևին Միացյալ Նահանգներից Իրանի ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց, իսկ Դոնալդ Թրամփին խնդրել էր միջամտել, նշելով, որ Իրանի ժողովրդին օգնություն է պետք։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդը զգուշացրել է, որ երկրի անվտանգությունը խաթարող զինված անձինք, զինվորականների, իրավապահ մարմինների կամ պետական հաստատությունների վրա հարձակվողները ենթարկվելու են խիստ պատժի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ասել է, որ անկարգությունների հետևում կանգնած են Իսրայելը եւ Ամերիկան։ Մենք չենք հերքում, մեր երկրում կան խնդիրներ։ Այս բողոքի ցույցերը ձևավորվում են այդ հիմքի վրա, բայց հարցը պետք է լուծվի մեր երկրի սեփական միջոցներով։ Իսկ երբ երկրի ներքին անվտանգությունը խաթարվում է, ուժայինները ստիպված են լինում միջոցներ ձեռնարկել այդ խառնաշփոթը վերացնելու համար։ Մեր ժողովուրդը զգոն է, բայց թշնամու նպատակն է հասարակության երկու խմբերին միմյանց դեմ հանել։ Անվտանգության ուժերը բացահայտել են անկարգությունների առաջնորդներին եւ ձերբակալել նրանցից մի քանիսին։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ցուցարարները զենքերով են գնացել ակցիաների։ Սա նշանակում է, որ նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի։ Ոչ ոք այնքան չի մտահոգվում Իրանի համար, որքան նրա ժողովուրդը։ Միացյալ Նահանգները ոչ մի կերպ կարեկից չէ Իրանի նկատմամբ։ Հիմա մեզ անհրաժեշտ է ազգային համերաշխություն։ Երբ իրանցի երիտասարդը Թրամփի անունով ցուցանակ է փակցնում Իրանի փողոցներում, դրանով նա հաճոյանում է ԱՄՆ նախագահին ու իջեցնում իր սեփական մակարդակը։ Այս գործողությունները նպատակ ունեն խաթարել Իրանի ազգային համերաշխությունը։ Մինեսոտայում հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել ներգաղթային ծառայության աշխատակցի կրակոցից սպանված Ռենե Նիկոլ Գուդի հիշատակին։ 37-ամյա կնոջ սպանությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Միացյալ Նահանգներում։ Քաղաքացիները տեղի ունեցածի համար մեղադրում են անձամբ նախագահ Թրամփին, որն արդարացրել էր ոստիկանի գործողությունը։ Ցուցարարները պահանջել են, որ միգրացիոն ծառայությունը հեռանա Մինեսոտա նահանգից եւ դադարի ահաբեկել մարդկանց։ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները հատուկ միջոցներ, այդ թվում քիմիական նյութեր են կիրառել Մինեապոլիսի ցուցարարների դեմ։
Սիրիական բանակն ավարտել է Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանի ավելի քան 90%-ի մաքրման աշխատանքը։ Պետական սանագործակալության հաղորդմամբ քրդերի ղեկավարած Սիրիայի դեմոկրատական ուժերը քաղաքացիական անձանց օգտագործում են որպես կենդանի վահան եւ դիրքավորվել են բնակիչների տներում։ Աղբյուրը նշել է, որ բանակային ստորաբաժանումները թաղամասի փողոցներում վնասազերծել են տասնյակականներ եւ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ներքին անվտանգության ուժերը մուտք գործեն այնտեղ զտման գործողությունների ավարտից անմիջապես հետո։ Ժամանակավոր կառավարության ուժերը ձերբակալել են բազմաթիվ քրդերի, առգրավել ծանր եւ միջին չափի զենքեր, մեծ քանակությամբ զինամթերք եւ պայթուցիկ սարքեր։ Անկարան արձագանքել է Թրամփի հայտարարությանը, որ Վենեսուելայի առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ կարող էր փրկվել ապաստան գտնելով Թուրքիայում։ Արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Մադուրոյի առևանգումից առաջ Թուրքիային չի առաջարկել ընդունել նրան։ Մեզ երբեք ոչ պաշտոնապես, ոչ պաշտոնապես չեն խնդրել ընդունել Մադուրոյին, եւ ինքը Մադուրոն երբեք մեզ հետ չի կապվել Թուրքիա գալու համար։ Ոչ մի նման առաջարկ մեզ չի արվել, ասել է Ֆիդանը։ Թրամփը պատրաստ է վենեսուելական նավթ վաճառել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Մենք բաց ենք բիզնեսի համար, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը Chevron, Shell, Exxon եւ այլ խոշոր էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն ասել է, որ եթե Ամերիկան վերահսկողություն չստանձներ Վենեսուելայի նավթի արտադրության նկատմամբ, դա կանեին Չինաստանն ու Ռուսաստանը։ Պեկինին ու Մոսկվային Թրամփն իր մրցակիցն է համարում նաեւ Գրենլանդիայի հարցում։ I'm not talking about money for Greenland yet. I might talk about that, but right Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է խոսեմ այդ մասին, բայց հիմա մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հետ։ Եթե ինչ-որ բան չանենք, այնտեղ Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան։ Իսկ մենք չենք ցանկանում որպես հարևան ունենալ նրանց։ Իսկ Դանիան ինձ դուր է գալիս, բայց եթե դանիացիները 500 տարի առաջ նավ են իջեցրել Գրենլանդիայի վրա, դա դեռ չի նշանակում, որ կղզին իրենցն է։ Եթե հեշտ ճանապարհով չստանանք մեր ուզածը, կգնանք բարդ ճանապարհով։ Էլի ցիկլոնը շարունակում է մոլեգնել Գերմանիայում, կան զոհեր։ Ձյան առատ տեղումների հետևանքով Սաքսոնիայում մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ թաղվել ձյան մեջ։ Մի քանի ժամ անց վարորդին մահացած են հայտնաբերել։ Բավարիայում ճակատային բախման հետևանքով զոհվել է 2 մարդ, մեկը ծանր վիրավորվել։ Վատ եղանակը խաթարել է լաստանավային ծառայությունները Հյուսիսային ծովում։ Գերմանիայի հյուսիսում երթևեկությունը խիստ սահմանափակված է։ Շատ ճանապարհներին մեծ բեռնատարների խցանումներ են առաջացել։ Բրեմերհավենի ավտոմայրուղու վրա կամրջից սառույցի կտորներ են ընկել, վնասելով մեքենաները։ Քանի որ մեքենաներով երթևեկը վտանգավոր է, Բերլինում եւ շրջակա տարածքներում երկաթուղային կայարանները աշխատում են շուրջօրյա։ Վերջին 50 տարվա ընթացքում ամենաշատ ձյունն է տեղացել Մոսկվայում։ Ռուսաստանի մայրաքաղաքում ձյան հաստությունը 35 սանտիմետր է, իսկ Մոսկվայի մարզում 50։ Շերեմետյովոյում գիշերվանից հարյուրավոր չվերթներ են հետաձգվել, այդ թվում դեպի Երևան։ Բալկաններից եկած ցիկլոնի բերած առատ ձյունը մայրաքաղաքում արդեն մի քանի ռեկորդ է սահմանել։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ այն կավարտվի հունվարի 10-ին։ Մայրաքաղաքում ձյան հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցում է մոտ 130,000 մարդ եւ ավելի քան 15,000 միավոր տեխնիկա։ Հայաստանի մի շարք մարզերում այսօր ձյուն էր տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրի, Գորիսի, Աշոտսկի, Ամասիայի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց եւ Քեթիի լեռնանցքները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ըստ ճանապարհային դեպարտամենտի միջպետական ու հանրապետական ճանապարհներին կատարվում է ձմեռային սպասարկման աշխատանք։ Ապարան Աշտարակ ճանապարհին սաստիկ մառախուղ էր։ Կադրերը ֆիքսել է Էպիկենտրոնի տեսախցիկը։
Ինչ սնունդ են ուտում երեխաները պետական մանկապարտեզներում։ Առողջապահության նախարարության սահմանած նոր ճաշացանկի ներդրումը նախակրթական հաստատություններում ձգձգվում է։ Մանկապարտեզները հաճախ ստիպված են լինում օրվա ճաշացանկը կազմել, հաշվի առնելով ունեցած սնունդն ու նախկին չափորոշիչները։ Մինչև այդ ծնողներն էպիկենտրոնին ահազանգում են, որ երեխաների մենյուում արգելված սնունդ կա։ Քաղցր թեյը, հացն ու ջեմը, վաֆլին եւ շատ այլ սննդատեսակներ հունվարի 1-ից պետք է մանկապարտեզների ճաշացանկում չլինեին, բայց իրավիճակն այլ է։ Մենյուում շարունակում է մնալ արգելված սնունդը, որը երեխաներն ուտում են օրվա ընթացքում։ Երևանի մանկապարտեզներից մեկի ծնողը չի ցանկանում ներկայանալ, բայց խնդիրը բարձրաձայնում է փաստերով։ Ճաշացանկում դեռ կա թեյը, ինչ որ կոֆեին է պարունակում ու դա պետք է կտրականապես ուղղակի դուրս գար։ Գիտեմ, որ որոշ քաղցր բաներ պետք է քչացնեին, բայց այսօրվա նախաճաշում կար ջեմ, ինչը որ բոլորս շատ լավ գիտենք, որ բավականին շատ մեծ շաքար է պարունակում, ու նաև հիմնական խնդիրը նրանում է, որ ետճաշիկը հիմնականում լինում է աբսուրդին հասնող բաներ, օրինակ լինում է, որ երեխաներին տալիս են վաֆլի, իսկ քնից հետո ուղղակի արթնանալ եւ ուտել վաֆլի դա շատ քիչ է։ Ծնողը խնդրի մասին խոսել է։ Մանկապարտեզում ասել են, որ նոր համակարգը ներդրվում է փուլ առ փուլ, բայց հրամանում փուլ առ փուլի մասին խոսք չկա։ Երևանի 22-րդ մսուր մանկապարտեզ դեկտեմբերի վերջին նախարարությունն ուղարկել է նախարարի հրամանով հաստատված նոր ճաշացանկը ամբողջ տարվա համար, բայց առաջին եւ երկրորդ տասնօրյակի արդեն հաստատված մենյուում մեղրը ընդեղենը չկան, սնունդն էլ չեն ստացել։ Շաբաթը մեկ անգամ ջեմ թույլատրելի է, նույնիսկ պատվեր ենք կատարել, որ ունենանք ջեմ։ Այնպես չի, որ ամբողջական է շաքարը հանվել, այնպես է, որ պահպանված է քիչ քանակությամբ։ Եթե նախարարության սահմանած մթերքը չունենան, կարող են փոխել օրվա ճաշացանկը, հաշվի առնելով սննդային արժեքը, կալորիաները։ 22-րդ մանկապարտեզի տնօրենը նշում է, պահեստում մնացել են վաֆլի, թխվածքաբլիթներ եւ խրթխրթաններ։ Սպասում են հրամանի, որպեսզի իմանան, թե ինչ անեն։ Վստահեցնում է, երեխաներին չեն տա։ Գիտեն, արգելված է։ Սննդամթերք, որոնք իրենցից ներկայացնում էին միայն շաքարի աղբյուր եւ ոչ մի ավել ոնց որ օգուտ չէին բերում երեխաներին, դրանք փաստորեն դուրս են գալիս ընդհանուր սննդակարգից։ Դա ջեմերն են, օրինակ խտացված կաթը, հա, շաքարով խտացված կաթը, շաքարի այլ աղբյուրներ, հա, որոնք որ եթե շաքար շատ է պարունակում կամ կարամելային կոնֆետները, ընդհանրապես շոկոլադը, երեխաներին գրգռող եւ քաղցրի ուղղակի աղբյուր հանդիսացող արտադրանքները դուրս են եկել ընդհանրապես այս սննդակարգից։ Նախարարությունում վստահ են, որ վաֆլին ու մնացած քաղցրը դուրս են մնացել սննդակարգից։ Ծնողներն այլ բան են հայտնում։ Էպիկենտրոնին են ուղարկել երեխայի օրվա ճաշացանկը։ Ահա ջեմը, որը երեխաների նախաճաշի բաղադրիչ էր հունվարի 7-ին, իսկ ամսի 9-ին երեխաները վաֆլի են ստացել ետճաշիկին։ Այս պահին տրամադրել են ոչ թե կոնկրետ նշված է, որ ջեմը չի կարելի օգտագործել, բայց եթե իրանք ջեմը օգտագործել են եւ այդ ջեմի օգտագործվածով փակել են ընդհանուր, չգիտեմ, մի շաբաթվա պահանջը երեխաների շաքարի, ապա մի շաբաթ նրանք ոչ մի բանի մեջ չեն կարողանա ավելացնել մի գրամ շաքար։ Ծնողները նաև անհանգստանում են, մեղրը, ընկույզը ալերգեն են եւ այսպես շատ սննդատեսակներ։ Նախարարությունից արձագանքում են։ Շատ երեխաներ կարող են տարբեր ալերգիաներ ունենալ։ Դա արդեն բուժաշխատողը պետք է իմանա, որպեսզի նույն կալորիականությամբ այլ սնունդ տան երեխային։ Նախարարության այս նոր ծրագրի մշակմանը մասնակցել է նաև Դավիթ Պիպոյանը։ Ասում է, սպասելի էր արդյունքը։ Պետք էր շուտ սկսել պատրաստվել փոփոխությանը, ոչ թե վերջին օրով։ Անգամ նախկին հրամանի բազմաթիվ դրույթներ, օրինակ, որ երեխաներին չի կարելի միայն ցորենի բարձր տեսակի ալուրից պատրաստվող հաց, բայց գրեթե մասսայական խախտում էր գրեթե բոլոր մանկապարտեզներում, կամ օրինակի համար ձուկը, որը որ գրեթե որևէ մանկապարտեզ երեխաներին չէր տալիս, կամ փոփոխությունները, որը որ հրամանին չէին հետևում, բանջարեղենի պահանջ, այսինքն այնպես չէ, որ նախկին կարգը վատն էր եւ եթե հետևեին նախկին կարգին, ուրեմն կունենային խնդիրներ, ոչ։ Այս տարի մանկապարտեզները լինելու են տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։ Վերահսկողության տակ են լինելու թե պետական, թե մասնավոր հաստատությունները։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։
Երևանյան նորակառույցներից մեկի բնակիչները ձմռան ամբողջ շքեղությունը ստիպված են վայելել ոչ թե դրսում, այլ հենց իրենց շենքում, որը համարվում է պրեմիում դասի։ Բնակիչները բողոքում են, որ իրենց շքամուտքերի պատերով ջուր է անցնում, շենքի արտաքին քարերը քանդվում եւ ընկնում են, ընդհանուր հատվածները վնասված են։ Այն դեպքում, երբ բնակարանները ստացել են 2 տարի ուշացումով։ Ահազանգի հետքերով Արթուր Հակոբյանն է գնացել։ 4-5 սարիկ վերևից քարաթափվել է, նույնը տեղի էր ունեցել օգոստոս ամսին, ամասնաշենքի հատվածում էր։ Դրսում քարաթափումներ են, ներսում ու ավտոկայանատեղիում ջրահոսք։ Լենինգրադյան 27/7 հասցեի պրեմիում դասի Տիգրան Մեծ բնակելի համալիրի բնակիչները բազմաթիվ խնդիրների մասին են ահազանգում։ Ասում են, վախենում են շենքի մոտով քայլեն, քայլելիս էլ խաչակնքվում են։ Ոչ ոք այն որ շենքի կողքով անգամ չի ուզում անցնի, բավական հեռավորության վրա է ցանկանում անցնել, որ չընկնի գլխից, որովհետև հաստատ մահացու վտանգավոր է։ Մոտ 1.5 ամիս է ինչ բնակվում ենք այս շենքում, ճիշտ ասած, երեխաներն արդեն կարգադրել են, որպեսզի պատերի տակով քայլեն, որ անգարց քար չընկնի մեկի վրա։ Ամսի 2-ին այո, առավոտյան դուրս եկա տնից, տենամ սաղ միջանցքը ջրի մեջ կորած, լիֆտերը չի աշխատում ջրի պատճառով։ Ավտոկայանատեղին ջրով է լցված, վնասված խողովակներից անդադար հոսող ջուրը քայքայում ու թուլացնում է շենքի հիմքերը։ Նույն պատկերն է նաև ներսում, վերջերս նորոգված պատերին ջրի հետքերը դեռ թարմ են։ Այս հոսանքներից հիմա լեսամետ պաժարաններ։ Մի բան ենք պահանջում կառուցապատողից, մեզ տալ են գույքը, որը ներկայացրել է վաճառքի։ Ներկայացրել են կանաչապատ տարածք, չգիտեմ, խաղա հրապարակներ, լողավազան, շատրվան, բիզնես դասեր են, թող գան, ցույց տան, որ համապատասխանում են, մենք էլ ասենք ներողություն։ Կառուցապատողը անգամ չի բարեհաճում իր խնդիրները, որը ինքը պետք է անի, գա կատարի։ Սպասարկման գումարներ է շորթում եւ ասում է, եթե այդ գումարները չտաք, չգիտեմ, ձեր հետ նոտար չեմ մտնի կամ նոտար մտնելուց ջուրը կանջատեմ։ Շինարարությունը ամբողջությամբ կատարվել է խախտումներով։ Ինձ թվում է, այստեղ դատախազությունը գործ ունի անելու, կոլեկտիվ հայց կներկայացվի, ինձ թվում է մեր կողմից, որովհետև այս մարդիկ չեն կարող այսքան մարդու էշի տեղ դնել, չեն կարող այսքան մարդու խաբել։ Նորակառույցը 2 տարի ուշացումով է հանձնվել շահագործման։ Շենքը դեռ ամբողջությամբ բնակեցված չէ։ Բնակիչներն ամեն ամիս վճարում են, կատարում պայմանագրով նախատեսված պարտավորությունները, բայց դեռ սեփականության վկայականներ չունեն։ Բնակարանը գնելուց ասել են, որ 23 թվականի ամռանը կվերանորոգեմ, 23 թվականի դեկտեմբերին ես կապրեմ, բայց 26 թվականն արդեն, ինչպես տեսնում եք, չենք ապրում։ Քաղաքացիները գրասենյակի միջոցով բազմիցս դիմել են կառուցապատողին, սակայն խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև բազմապատկվել են։ Ցանկացել են հանդիպել կառուցապատողի հետ, բայց գրասենյակից պատասխանել են, որ երկրում չէ։ Նկարահանման ժամանակ բնակիչները զանգահարեցին կառուցապատողին։ Այնուհետև զանգահարեցին գրասենյակ։ Ուզում ենք իմանանք, որ ստեղծված խնդիրների հետ կապված ով է զբաղվում, ով է այդ խնդիրները լուծելու, ով է պատասխան տալու։ Ասելիքշան տեսեք, ես այս պահին այս հարցին եկեք չպատասխանեմ, իրականում կառուցապատողը երկրում չի, որ վերադառնա երկիր կապին հանդիպում կազմակերպել, բոլոր հարցերին կպատասխանի կառուցապատողը։ Կառուցապատողին ոնց ուզում եք, փոխանցում եք, գա հենց այս պայից սկսած իր ամբողջ կազմով շենքի բոլոր խնդիրները լուծի, բազմաթիվ խնդիրները ոնց ուզում է։ Ձեր ժամանակը գնաց, ես ձեզանից շնորհակալ եմ ամեն ինչի համար, կառուցողական իրար հետ այս հարցը լուծում ենք։ Բնակիչները վերջնագիր ներկայացրին ու պայմանավորվեցին հարցերի պատասխանը ստանալու համար դարձյալ գնալ գրասենյակ։ Ասում են, եթե խնդիրները շուտապույտ չլուծվեն, դիմելու են ծայրահեղ քայլերի ու հայցել են ներկայացնելու դատարան։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Մեկ մարզական լուր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիային, խնդրելով պարզաբանում ներկայացնել վերջերս Իտալիայում կայացած Tour de Ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդ Միկա Միքայելյանի համազգեստի վրա Ադրբեջան գրվածքը փակելու վերաբերյալ։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը փոխնախարար Հասմիկ Ավագյանի անունով գրված նամակին պատասխանել է, որ Tour de Ski պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկը։ Իսկ Ադրբեջան գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա։ Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք, նշել է ֆեդերացիայի նախագահը։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Երևանի կենտրոն վարչական շրջան 11-ից 17, Կողբացի փողոց 67 շենք, Մաշտոցի պողոտա 38, 40, 40-ի A շենքեր, Խորենացի փողոց 24-ի A 26 շենքեր, Խորենացի առաջին փակուղի 1, 10, 19, 33, 56 առանձնատներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16 ՀԱ G1, G3 թաղամասերն ամբողջությամբ եւ H2 հեռուստաընկերություն, Արմավիրի մարզ 11-ից 17, Նալբանդյան գյուղ, Արագածոտնի մարզ 11-ից 14, Ներքին Բազմաբերդ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիան եւ Օթևան գյուղեր, Արարատի մարզ 11-ից 12, Մարմարաշեն գյուղ մասնակի, 11-ից 14 Արարատ քաղաք, Աբովյան, Արարատյան, Գրիբոյեդովի եւ Շահումյան փողոցներ մասնակի, Վեդի քաղաք, Կասյան, Պուշկինի եւ Գայի փողոցներ մասնակի, 13-30-ից 16 Ոստան գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 13 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վայոց ձորի մարզ 11-ից 13 Վայք քաղաք, Հերուստակայան ոչ բնակիչ բաժանորդ, Ջերմուկ քաղաք, Վարդանյան, Շահումյան եւ Միասնիկյան փողոցներ մասնակի, Եղեգնաձոր քաղաք, Միկոյան, Սևակի փողոցներ մասնակի, Ազատեք գյուղ մասնակի, Կոտայքի մարզ 10-ից 13 Լեռնանիստ գյուղ, Սոլակ գյուղ, Օրան ռեստորանային համալիր, Դավա գրուպ ՍՊԸ, Լայն տրանս ՍՊԸ, Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ ՍՊԸ, Viva Armenia, Yucom ընկերությունների բջջային օպերատորի կայաններ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 17 Գեղաշեն գյուղ մասնակի, Աբովյան քաղաք 5, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Գեղարքունիքի մարզ 11-ից 13 Վարդենիս քաղաք, երիտասարդության Զորավար Անդրանիկի, Թովմասյան փողոցներ, 13-ից 15 Վարդենիս քաղաք, Գայի, Երևանյան եւ Արզոյան փողոցներ, 15-ից 16-ից 50 Վարդենիս քաղաք, Իսակովի, Լեռնագործների Մեսրոպ Մաշտոցի փողոցներ, 11-ից 15-ից 14-ից 55 Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կապավոր ՍՊԸ, Անուշ Քնար, Գոգա Սեդա գազալցակայաններ, Վանևան Զինմաս, Viva Armenia, Vion Armenia եւ Yucom ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Տավուշի մարզ 10-ից 12 Իջևան քաղաք, Պրոշյան փողոց, Չարենցի փողոց, 101-ի 1 հասցե եւ երկրորդ նրբանցք, 12-30-ից 14-30 Իջևան քաղաք, Նարդոսի փողոց, Ղալումյան փողոց, Թավրիզյան փողոց մասնակի, Շիրակի մարզ 11-ից 15 Աշոցքի տարածաշրջան, Սարագյուղ գյուղ, Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքների կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 0800180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։